Երբ օրացույցը մի փոքր շրջադարձ է կատարում, օդը լցվում է սպասումով, ոչ թե մեծ իրադարձությունների, այլ կարևոր փոփոխությունների սկիզբը նշող նուրբ նշանների։ 2026 թվականի սկիզբը չինական կենդանակերպի 6 ներկայացուցիչների համար կբերի մի շարք բարենպաստ ազդակներ։ Սա այն ժամանակն է, երբ անցյալի ջանքերը սկսում են շոշափելի պտուղներ տալ, երբ հանգամանքները թեքվում են ձեր օգտին, եւ հանգամանքներն ու մարդիկ այնպես են դասավորվում, որ դուք զգում եք աջակցություն եւ առաջնորդություն։ Աքաղաղ, փոփոխությունների էպիկենտրոն, ինչպես եք դառնում իրադարձությունների կենտրոն։ Նոր ժամանակաշրջանի սկզբի հետ աքաղաղները կհայտնվեն այնպիսի դիրքում, որտեղ ուրիշների ուշադրությունը կենտրոնացած է հատկապես ձեզ վրա։ Շատերի համար սա կարտահայտվի ոչ թե որպես հանկարծակի հռչակ, այլ որպես դերի աճ այն հարցերում, որտեղ նախկինում մնացել եք ստվերում։ Ձեզ ավելի հաճախ կխնդրեն խոսել, որոշումներ կայացնել եւ տոնայնություն սահմանել նախագծերի համար։ Անցյալ տարի ձեր կողմից զարգացրած ներքին կարգապահությունն ու ճշգրտությունը վերջապես կարտարանան։ Դուք կստանաք հասանելիություն նախկինում փակված ռեսուրսներին եւ կոնտակտներին։ Կարևոր է պահպանել գործունեության եւ պատասխանատվության միջև հավասարակշռությունը։ Իրադարձությունների կենտրոնը բերում է սպասումներ, եւ եթե դուք կառավարեք ձեր ժամանակը եւ կատարեք առաջադրանքները, հաջողությունը կապահովվի։ Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ձեր հեղինակությանը մասնագիտական շրջանակներում։ Թարմացրեք ձեր պորտֆոլիոն, կազմակերպեք պաշտոնական փաստաթղթերը եւ մի հետաձգեք կարևոր բանակցությունները։ Անձնական հարաբերությունների համար այս ժամանակահատվածը բարենպաստ է, քանի որ ձեր անկեղծությունն ու մտադրությունների պարզությունը կընկալվեն որպես հուսալի խարիսխ։ Օգտագործեք այս ռեսուրսը ձեր կապերն ամրապնդելու համար։ Օձ։ Համբերության պտուղները, համառության եւ իմաստության պարգևը։ Օձը կստանա արժանի պարգև մինչ այժմ ցուցաբերած համբերատար աշխատանքի եւ ռազմավարական մտածողության համար։ Հունվարի առաջին կեսը կարող է հաստատում բերել պաշտոնի բարձրացում, երկար սպասված պայմանագիր կամ մեթոդականորեն աշխատած նախագծի ավարտ։ Ձեր ուժը կայանում է ձեր կարողության մեջ, առաջ մտածելու եւ կանգ առնելու այնտեղ, որտեղ ուրիշները շտապում են։ Հիմա ժամանակն է ձեր նվաճումները վերածել կայուն հիմքի։ Փաստաթղթավորեք ձեր հաջողությունները, ներդրումներ կատարեք կայունություն երաշխավորող բաների մեջ եւ մի վստահեք պատահական խոստումներին։ Ձեր ֆինանսական վիճակը կբարելավի, եթե ճշգրիտ մոտեցում ցուցաբերեք ծախսերին եւ ներդրումներին, զերծ մնացեք իմպուլսիվ ծախսերից եւ նախընտրեք թափանցիկ պատմությամբ գործիքներ։ Ձեր անձնական կյանքում դուք պետք է թույլ տաք ձեր սիրելիներին ձեր խստությունը տեսնել որպես հոգատարություն։ Պարզաբանեք ձեր նպատակներն ու սահմանները, որpիսի փոխադարձ հարգանքը դառնա հետագա աճի հիմքը։ Սուլ, քայլ առ քայլ, փոքր գործողություններ, որոնք տանում են դեպի մեծ արդյունքներ։ Սուլի համար տարվա սկիզբը կլինի հիշեցում, որ կայուն առաջընթացը կառուցվում է բազմաթիվ փոքր, բայց վստահ քայլերից։ Մի սպասեք կտրուկ թռիչքների։ Կարևոր փոփոխությունները կգան հետևողական աշխատանքի եւ համակարգերի աստիճանական կատարելագործման միջոցով։ Սա իդեալական ժամանակ է ծանոթ ծեսերը վերանայելու, ֆինանսական պլանավորումից մինչև առօրյա ռեժիմ եւ իրականացնելու այն փոքր բաները, որոնք խնայում են ժամանակ եւ բարձրացնում արդյունավետությունը։ Ձեր սեփական կրթության կամ աշխատանքային գործիքների մեջ փոքր ներդրումները շոշափելի արդյունքներ կբերեն առաջիկա ամիսներին։ Հատկապես ուշադիր եղեք ձեր պարտավորությունների նկատմամբ։ Պատշաճ կերպով կատարված համաձայնագրերը եւ արդար ժամկետները կամրապնդեն ձեր հեղինակությունը, ինչը կարևոր է ապագա խոշոր նախագծերի համար։ Գործընկերների եւ սիրելիների հետ շփումներում ընդգծեք ձեր մտադրությունների հետևողականությունը։ Պարզությունը եւ համաձայնագրերը կատարելու պատրաստակամությունը վստահություն են ներշնչում, որը ժամանակի ընթացքում վերածվում է իրական հնարավորությունների։ Վիշապ, քամու մեջ հենարան, որտեղ ձեր կայունությունը դառնում է ուժ։ Վիշապի համար 2026 թվականը կսկսվի մեթոդի վրա շեշտադրմամբ եւ ձեռքբերվածի պահպանման վրա։ Ձեր էներգիան սովորաբար ուղղված է մեծածավալ նկրտումներին, բայց տարվա սկզբին ավելի լավ է կենտրոնանալ ձեր հիմքերի, ֆինանսական, կենցաղային եւ մասնագիտական ամրապնդման վրա։ Սա ինքնաբուխ արկածների ժամանակ չէ, այլ համակարգային լուծումների ժամանակ։ Մտածեք պաշարների մասին, օպտիմալացրեք գործընթացները եւ պաշտպանեք արդեն ստեղծվածը։ Այս ժամանակահատվածում կայունությունը կդառնա այն ուժը, որը թույլ կտա ձեզ ապագայում ազատորեն եւ մեծ մասշտաբով գործել։ Խորհեք ապահովագրության, ակտիվների օրինական գրանցման եւ ձեր թիմի ներսում առաջադրանքների ռացիոնալ բաշխման մասին։ Եթե դուք կառավարում եք նախագիծ, ներդրումներ կատարեք կառուցվածքի եւ ստանդարտների մեջ, սա կնվազեցնի ռիսկերը եւ կստեղծի աճի հարթակ։ Ձեր հարաբերություններում եղեք համբերատար եւ կանխատեսելի, ձեր հուսալիությունը կընկալվի որպես հազվագեր եւ արժեքավոր ռեսուրս։
Ձի. Փոխազդեցության կամուրջներ, երբ կապը բերում է էներգիա և հաջողություն։ Ձիու նշանի տեկ ծնվածների համար 2026 թվականի սկիզբը կնշանավորվի կապերի և կոլեկտիվ ջանքերի կարևորության աճով։ Ձեր բնական շփվողականությունը և ուրիշներին ոգեշնչելու ունակությունը կդառնան դրական փոփոխությունների կատալիզատոր։ Համատեղ նախագծերը, գործընկերությունները և թիմերը ավելի օգտակար կլինեն, քան անհատական ջանքերը։ Կարևոր է ուշադրություն դարձնել փոխազդեցությունների որակին։ Ազնիվ և թափանցիկ համաձայնությունները, դերերի բաշխումը և պատշաճ կհանգեցնեն սիներգիայի, որը կբազմապատկի ձեր ջանքերը։ Եթե դուք հետաձգել եք համագործակցության առաջարկը, հիմա լավ ժամանակ է այն բարձրաձայնելու համար։ Եթե աջակցություն եք փնտրում, ավելի հեշտ է այն գտնել մասնագիտական և ստեղծագործական համայնքների միջոցով։ Գործնական խորհուրդ. կառուցեք և ամրապնդեք ձեր ցանցերը, բայց մի մոռացեք դրանք զտել։ Ընտրեք նրանց, ովքեր իսկապես պատրաստ են ներդրում ունենալ, այլ ոչ թե պարզապես ուշադրություն գրավել։ Խոզ, կարգի տաճար։ Գործնականություն, որը քաոսը վերածում է ռեսուրսի։ Խոզը տարվա սկզբին կհայտնվի շահավետ դիրքում շնորհիվ կազմակերպվածության և գործնական մտածողության իր հակմանը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ամենօրյա գործընթացների համակարգումը և մանրամասներին ուշադրություն դարձնելը կբերի շոշափելի դիվիդենդների։ Պլանավորված բյուջեները, կազմակերպված փաստաթղթերը և լավ սահմանված աշխատանքային ընթացակարգերը կնվազեցնեն էներգիայի և ռեսուրսների արտահոսքը։ Նույնիսկ փոքր վերանայումը, բաժանորդագրությունների վերանայումը, պաշարների օպտիմալացումը կամ առաջադրանքների առաջնահերթությունը որոշելը կտա արդյունքներ, որոնք կգերազանցեն ծախսված ժամանակը։ Առօրյան գործունակ համակարգի վերածելու ձեր տաղանդը կլինի հարմարավետության և խնայողությունների բանալին։ Ձեր անձնական կյանքում նման գործնականությունը կամրապնդի վստահությունը։ Սիրելիները կզգան աջակցություն և ավելի վստահ կլինեն համատեղ գործողություններ պլանավորելու հարցում։ Մի վախեցեք ներդրումներ կատարել այն գործիքների մեջ, որոնք կօգնեն ձեզ պահպանել այս կարգը։ Դրանք կվերադառնան ձեզ ազատ ժամանակի և կայուն արդյունքների տեսքով։